Այս շրջանակը ցույց է տալիս կոհերենտություն ողջ ուղեղում։ Բայց նախքան ավելի մոտիկից դիտելը, եկեք ավելի մանրամասն քննենք։ Այստեղ տեսնում եք գլխի վրա տեղադրված էլեկտրոդներ, որոնք միմյանցից հավասարաչափ հեռավորության վրա են տեղաբաշխված ողջ գլխով մեկ։ Ավելի լավ տեսողական պատկերի համար էլեկտրոդների դիրքն այնպիսին է, որ ընդգրկի ողջ գլուխը, ընդ որում յուրաքանչյուր մաս կապված է ուղեղի մեկ հատվածի հետ։ Եթե դիտարկենք այս երկու դիրքերը, էլեկտրոդներից յուրաքանչյուրը գրանցում է շարունակական տատանումներ, ընդ որում ալիքների թե հաճախականությունը և թե ամպլիտուդան մեզ համար հետաքրքիր են։ Հաճախություն նշանակում է, թե քանի տատանում է տեղի ունենում մեկ վայրկյանում։ Տարբեր հաճախություններ ցույց են տալիս, թե ինչպիսի գործունեություն է կատարվում ուղեղում։ Ամպլիտուդան տատանումների բարձրությունն է, որը ցույց է տալիս, թե ինչ չափով է տվյալ գործունեությունը կատարվում։ Մեդիտացիայի մեջ մեզ հետաքրքրում են ալֆա ալիքները։ Նրանց տատանման դիապազոնը 8-ից 12 հերց է։ Այն ավելի դանդաղ հաճախություն է համեմատած ավելի արագ ալիքների հետ, որոնք դուք տեսնում եք էկրանին։ Ալֆա ալիքների ամպլիտուդը ավելի բարձր է, քան ուղեղի մյուս ալիքներինը, և նրանք սովորաբար գալիս են միանգամից, իրար հետ։ Ահա այստեղ երևում է, թե ինչպես են գալիս ալֆա ալիքները։ Տեսնում եք, որ նրանք զգալիորեն տարբերվում են ավելի ցածր հաճախության ալիքներից։ Նկատեցիք, որ երկու պատկերում էլ նրանք միևնույն ժամանակ հայտնվեցին։ Ահա հենց սա է կոչվում կոհերենտություն, երբ ուղեղի տարբեր մասերը նույն գործողությունն են կատարում, նույն ձևով են աշխատում։ Ալֆա ալիքները ցույց են տալիս, որ ուղեղը խորը հանգիստ վիճակում է, բայց միևնույն ժամանակ շատ զգոն, շատ արթմնի։ Ահա սա է տրանսցենդելը, երբ ուշադրությունը գնում է դեպի ներս, մտքերով տարվելու փոխարեն։ Կոհերենտությունը հաշվարկներով է որոշվում, որով ցույց է տրվում, թե ինչ չափով են ուղեղի տարբեր մասերը նույն գործողությունը կատարում։ Այս պատկերում մենք տեսնում ենք 70% և ավելի բարձր կոհերենտություն։ Մուգ կարմիր գույնը կոհերենտության 70% է ցույց տալիս, նարնջագույնը 80%, դեղինը 90%, իսկ սպիտակը 100%։ Այդ նույն կերպ տեսնում ենք, թե ինչպես երկու պատկերների մեջ կոհերենտությունը գալիս է և գնում։ Սա համապատասխանում է մեդիտացիայի ժամանակ մեր ունեցած փորձառությանը, երբ մենք գնում ենք ներս, մտքի ավելի ու ավելի նուրբ մակարդակներ, փորձառում ենք խոր լռություն և հետո դուրս գալիս։ Հիմա եկեք դիտարկենք, թե ինչ է կատարվում ուղեղում, երբ բոլոր էլեկտրոդները միացված են։ Սկզբից կտեսնենք, թե ինչպիսին է պատկերը աչքերը բաց վիճակում, երբ ուշադրությունը դեպի դուրս է ուղղված։ Տեսնում եք, թե որքան ցածր է կոհերենտությունը։ Հիմա նույն մարդը աչքերը փակ մեդիտացիա է կատարում։ Նկատեցիք տարբերությունը։ Տրանսցենդենտ վիճակում ուղեղի աշխատանքի կոհերենտությունը բարձր է։ Ուղեղի բոլոր մասերը փորձառում են հանգիստ, բայց արթմնի վիճակը։